Գիտական աստիճանաշնորհման համակարգը Հայաստանում այս ընթացքում շատ է խստացվել, բայց խոստովանենք տնօրենն էլ այստեղ է լուրջ աշխատանքներ կա անելու։ Տիկին Արզումանյանը նորանշանակ ղեկավարը եկել է ինձ մոտ մի քանի անգամ, մենք իր հետ միասին քննարկել ենք, թե որ ճանապարհով են գնալու։ Մենք գնալու ենք ընդհանուր կոնցեպտը ձեզ ներկայացնեմ։ Հետևյալ ճանապարհով։ Մի կողմից շատ խստացնելու ենք պահանջները, մյուս կողմից տալու ենք շատ մեծ ազատություններ։ Այդ ինչ է նշանակում, հա? Դա նշանակում է, որ խստացնելու ենք թեկնածու դառնալու պահանջները, օրինակ ավելի շատ հոդված ենք պահանջելու միջազգային ամսագրերում, ավելի մեծ ցիտման ինդեքս ենք պահանջելու եւ այլ։ Մյուս եթե դուրս է եկել պաշտպանության վստահաբար գործող նորմերին համապատասխանող քանակությամբ։ Եթե կասկածելի չէ լինի ձեզ համար, եթե ես ծանոթ լինեի իմ ընկեր, բայց այս դեպքում տեխնացուական ատենախոսությանը պատրաստող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տարոն Մարգարյանի ատենախոսությանը։ Ես ձեր հարցերը կարծում եմ ես սպառեցի այսքանով, ինչ վերաբերում է հավատարմագրմանը։ Հայաստանի Հանրապետության բուհերը այս ընթացքում անցնում է նաև միջազգային հավատարմագրում, նոր պետական համալսարանի խորհրդի նիստեր, շատ կարևոր բան։ Պետական համալսարանը եւ բժշկական համալսարանը մտել են միջազգային հավատարմագրման տակ, որը իրականացնում է հոլանդական մի կազմակերպություն, որը Եվրոպայում լավ ճանաչված է։ Շատ խիստ եվրոպական ստանդարտներով նայել են, 10 չափանիշ է, եթե մի քիչ ծանոթ եք, 10 գլոբալ չափանիշներ են։ Պետական համալսարանը 10-ից 9 ստացել է այո, մի հատ ոչ է ստացել, մի ստանդարտով, դա research and development, հետազոտություններ եւ զարգացում, հա, նո մեր բանով ասած գիտություն, ինքը մի քիչ գիտություն չի, մաքուր գիտություն չի։ Իսկ խնդիրները, որ նշել են հոլանդացիները իրենց ռեպորտ բանում, զեկույցում շատ պարզ են, իդեպ դուք նկատեցիք ինձ որոշ լրատվամիջոցներ դիտարկում են ռուսական ազդեցության մարդ, բայց ես գնալով անգլիալեզու բառեր եմ, report, հատուկ ազատություն ռադիոկայանի համար։ Ես կարծում եմ, որ դա ամենաանաչառ վերլուծությունն է, որ երբևէ մեր բուհերը ենթարկվել են։ Ամենաանաչառ գնահատականը, ես շատ ուրախ եմ, որ պետական համալսարանը 10 միջազգային ստանդարտից 9-ին համապատասխանել է եւ ստացել է այո։ Ինձ ասում են մեկը ոչ է, գիտեք, դիտանկյան հարց է։ Եթե 10-ից 9-ը լավ է, նշանակում է մենք ամենախիստ եվրոպական պահանջներով ընդամենը մեկ խնդրեմ ունենք, որը վստահաբար կլուծենք։ Ու կարանք ասենք, որ պետ համալսարանը դառնալու է շատ որակյալ եվրոպական մակարդակի, ոչ թե դառնալու է, այլ դիտվելու է ուսումնական հաստատություն։ Բժշկականում, եթե չեմ սխալվում, երկու խնդրեմ կար՝ գիտություն ու այլ ինչ-որ մի հոդված, բայց 8-ն էլ այնտեղ էր դրական։